Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում գործող Հովնանյան վարժարանի ավարտական դասարանի սաներն ավանդաբար ամեն տարի այցելում են Հայաստան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում սաներն ու մանկավարժները հանդիպեցին ամենայն հայոց հայրապետի հետ։ Նորին սրբությունը բարձր գնահատեց Սփյուռքում գործող հայկական կրթական հաստատությունների գործունեությունը, գնահատանքի խոսքեր ասաց մանկավարժներին, ծնողներին եւ հոգաբարձուներին, որոնք գիտակցում են ազգային ինքնության պահպանության կարեւորությունը եւ ջանք չեն խնայում դրա համար։ Պատանիների հետ մտերիմ զրույցի ընթացքում վեհափար հայրապետը հետաքրքրվեց նրանց կրթական առաջադիմությամբ, հայերենի իմացությամբ, հորդորեց լինել Սփյուռքի անվանի հայորդիների գործի շարունակողը։ Շուրջ 140 աշակերտ ունի Հովնանյան վարժարանը։ Այն գործում է 1976 թվականից եւ Նյու Ջերսիում միակ ամենօրյա հայկական վարժարանն է։ Ամերիկյան դպրոցական ծրագրերից բացի վարժարանի աշակերտները սովորում են նաև հայերեն, հայոց պատմություն, ծանոթանում հայկական մշակույթին։ Մեր վարժարանը մինչև միջնագարկ է 8-րդ դասարան եւ մեր աշակերտները գավարդեն եւ այլևս հանրային դպրոցներ կամ ամերիկյան դպրոցներ գերտան եւ իրենց հայերենի գրթությունը գավարդի, երբ գավարդեն Հովնանյանը, ուրեմն մենք նախքան մեր աշակերտները շրջանավար դլան իրենց արիթ ու գուդանք հայրենիք այցելելու, հայրենիքի հետ իրենց գաբերը հաստատելու, որբեսի աբակային երբ մեծնան վերաթարնան եւ օգտակար դառնան իրենց հայրենիքին։ Վեհափար հայրապետի առաջարկով սաները շրջեցին վեհարանի տարածքում, ծանոթացան այստեղ գտնվող արվեստի եզակի նմուշներին, օրհնված խաչեր նվեր ստացան եւ լուսանկարվեցին։ Հանդիպման ավարտին պատանիները կիսվեցին իրենց տպավորություններով։ Ամեն բան շատ սիրեցի, բայց ես միշտ երազացեի Արարատները եւ երբ որ առաջին անգամ տեսա, շատ հուզված էի։ Ամենասիրած տեղս Երևան է, որ ամենտեղ որ տեսնեմ, ամենգա հայերեն գլսեմ, իմ քովս Ամերիկա աданք չի գա եւ հայ ջաշերը ուրիշ տեղ պիտի չգտնես Հայաստանեն, սա Ամերիկա գա, բայց նույնը չէ։ Ես շատ ուրախ եմ, որ գրցանք այս արիթը ունենալ, որ վերապարին հետ հանդիպել եւ երբ որ դուն երթամ, ես միշտ պիտի հիշեմ իր փոխանցած պատկամները մեզի։ Ասավ մեզի միշտ հայ մնանք։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։